Մեր առաջին հանդիպումը Պաշտպանության նախարարի հետ եղել է դեկտեմբերի վերջ, նոր տարվա նախօրյակին, եւ այդ մոտավորապես 2 ժամվա հանդիպման ընթացքում մենք չենք արձարծել մեր ավտոերթի մասին որևէ մանրամասնություն։ Մենք խոսել ենք դարաբնույթ մեզ հուզող կարևորագույն հարցերից մեր երկրի ապագայի հետ կապված։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել ավտոերթից օրեր առաջ։ Այդ ժամանակ բացի այլ կարևոր հարցերից շատ կարճ նաև անդրադարձել է նա ավտոերթին եւ նա փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը ինձ, որ մենք մտքափոխվենք։ Բնականաբար ես նորից հիմնավորել եմ, որ ինչու ոչ եւ այլն եւ այլն։ Սա է տեղի ունեցել։ Այն հանցագործությունը, որ կատարվեց 31-ին, որին նախորդեց հրեշացման այդ հանցագործ process-ը, որին մասնագից էին նաև դժբախտաբար բարձրաստիճան բանակայիններ, իրեն ենթակա բանակայիններ։ Ես այժմ անուններ չեմ ուզում տալ, բոլորի համար բարձ է, թե ես որոնց նկատի ունեմ, իմ հորտորն է բարոն Օհանյանից, որ օր առաջ ոչ միայն ցերպազատվի այդ գեներալ Գոչեցյալներից, համագարկից դուրս շբրդելով, այլ օր առաջ նաև քրեական գործ հարուցվի իր կողմից այդ հանցագործների նկատմամբ։ Սերան Օհանյանը պիտի գիտակցի, որ նրան ավելացել է մի բարդականություն եւս, դա դեր կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև այսօր իրավաբան մարմինները ոչ թե դեր չեն կանգնում, այլ ընդհակառակը ամբողջ իրավաբան համագարկը գործում է մեր ժողովրդի դեմ։ Ոստի միակ վստահելի հաստատությունը, որ մնացել է, որին կարող է վստահել մեր ժողովուրդը, դա բանակն է։ Բանակին խնդրում ենք դեր կանգնել մեր ժողովրդին։ Ավելի լավ է բանակը այսօր գիտակցի այս իր նոր առաքելության մասին, քան թե մենք ստիպված առաջիկա ժամանակներում թիմենք ավելի ծայրահեղ միջոցներ։ Լավ գնի, որ սա իրենք գիտակցեն։ Ամիսներ առաջ ես հայտարարել էի, որ մենք պատրաստվում ենք ձևավորելու քաղաքացիական բանակ, քաղաքացիական մի բանակ, որը պետք է անհրաժեշտ պահին այնքան մեկնագազմագերբվի, որ կարողանա քաղաքացիական անհանձնատվության համապատասխան մեթոդներով, խաղաղ մեթոդներով գիրարի այնպիսի ճնշում այս համագարկի վրա, որ առաջ մենք հաջողվենք ցերպազատեն սրանցից։ Այդ միտքը ես ամիսներ առաջ հայտնել էի, այժմ ավելացնում եմ, որ բահ եկել է այդ բանակը համալրելու եւ այսօրվանից կոչ եմ անում այն առաջին հերթին երիտասարդներին, որոնք դոկորված են մեր երկրի դեր կանգնելու մղումով, որ մենք ենք դերը մեր երկրի, մենք չենք արտակախտելու, մենք չենք հանդուրժելու այս գեղեցիկ համագարկին, թույլ չենք տալու 1920-ը կրկնվի, թույլ չենք տալու մեր ինքնիշխանությունը նորից ու նորից մեր ցերից խլեն։ Այս բոլոր սկզբունքներով ու արժեքներով դոկորված երիտասարդությանը ես կոչ կանեմ այսօրվանից իսկ գտնեն մեզ, մոտենան մեր գրասենյակներին, ինչու՞ նաև համացանցի միջոցով գտնեն մեզ, բավական հայտնի ենք դարձել արդեն դժվար չէ մեզ գտնելը եւ ցուցակագրվեն իմ մոտ որպես քաղաքացիական բանակի շարքային զինվոր։ Ինչու՞ նաև ես իմ խոսքը գուղեի պատերազմի մասնակիցներին, Արցախյան պատերազմի մասնակիցներին, այն իսկական մասնակիցներին, որոնք մինչ օրս կարողացել են իրենց հոգին չվաճառել, դրանք կլինեն Արցախապնակ, թե Հայաստանապնակ, թե Սփյուռքապնակ, որովհետև այսօր իսկական մասնակիցներից շատերը գտնվում են դժբախտաբար նաև Սփյուռքում։ Ժամանակ եկել է միավորվելու, ես կոչ եմ անում ձեզ նորից ու նորից շարք կանգնելու, խնդրելով հավաքագրվել, ցուցակագրվել մեր կողմից, իմ կողմից ստեղծվելի քաղաքացիական բանակին։